Սա իմ ջերմոցներն է, որոնք նկարում եք հիմա դուք։ Այս ծաղիկները մենք արտանում ենք Ռուսաստան։ Հիմա փակել են։ Ես եթե մի հատ 50 դրամով ուղարկում էի, այսօր ես տանում եմ 100 հատը ծախում եմ 1000 դրամի շուկայում։ Սալարկեն թանկ, սալարկի տուր, չեկի տուր։ Գալիս ենք տուն, տակը բան չի մնում, ոնց ապրենք։ Լեզանթուսնա, իմ վրա 100 դրամ փող է նստել։ Ես միջև բերեմ միան աճացնեմ կնստի հատը 150 դրամ։ Ես արդեն 2 միլիոնից սացել եմ առել։ Հիմա եթե այս ծաղիկը մեծացավ ծաղիկ դարձավ, եթե դուրս չգնաց, ես 500 դրամ չեմ կարող ծախել։ Չեն առնի, պրոստը տեղ չկա առնելու։ Տարել էի այրոպորտ, որ ուղարկեի 30 ящик հետա եկել։ Հիմա պետք է հանեմ թափեմ։ Իսկ ինչու՞մն է խնդիրը, խիա հետ գալիս ապրանքը։ Կառավարություն լեզու չի գտնում, ախպեր ջան։ Մենք Ռուսաստանի հետ ենք աշխատել, ոչ մի երկիր չենք ուղարկել, ոչ մի ֆիտո չեն տվել ուղարկելու համար, միայն Ռուսաստանը աշխատել։ Այսօր նորից այնա նայում եմ, բոլոր բանջարեղենը արկել է։ Լավ, ծաղիկ չեմ անում, ախպեր, վարունգ պամիդոր աստեղ։ Ամբողջ Հայաստանի ջերմոցները վարունգ պամիդոր է, կլուբնիկա։ Այսքանը ուր ենք ռեալիզացիանել, եթե դուրս չգնա։ Ուր ենք տանելու։ Թող գան տենան, կառավարությունից թող գան տենան, ի՞նչ է կատարվում։ Իրանց ազգը չենք, մենք հայ չենք։ Թող գան մտածեն։ Ամեն օր մենք հետ ենք գնում, ամեն օր մինուս է մեր մոտ գնում։ Այս հիմա հələ իմը քիչ է, մարդկա հեկտարով ունի, այս հեկտարի ունեցողները ինչ պետք է անեն։ Ցավալի վիճակ է։ Թափելու են գնա, զիբիլանոց։ Սպասում ենք ընտրություններին։ Տեսնենք ինչ է լինելու ընտրություններից հետո։ Ես միայն լուծումը գտնում եմ ախպեր։ Իշխանապողություն, ուրիշ ոչ մի հարց չեմ տեսնում։ Ինձ 40 տարի գյուղապետարանում աշխատել է։ Երկիրը փոխվել է, աշխատել է քարտուղար, մինչև այս ընտրությունները քաղաքապետի մեր էջմադի խոհի համայնքի։ Ու դրին գործից ազատին ինչա ես ընդդիմադիր եմ։ Ես իմ կարծիքը ու տեսել եմ պատերազմը ինչա կատարում, այդ օրվանից հետո ես ատում եմ այդ կուսակցությանը։ ՔՊ-ին չեմ ուզում երես տենալ։ Տեսնում եմ Սամվել Կարապետյանին, որ կլուծի այդ հարցերը։ Ախպեր ես մի բան եմ մտածում, որ այս մարդը միլիարդ հատեր տղա է, իա անցավ գլուխը բերում է իա ազգի համար, իա ժողովրդի համար դնից հավիտակ։ Ինքը ոչ այդ փողերը ստեղից ուտելի է ոչ բան, ով կերել է թողին մտածի, ամենաարդար մարդն է, որ կարա ընտրվի հանրապետության վարչապետ։ Ու խորհուրդ եմ տալի բոլորին մտածեն գաղափարով գնան ընտրեն։ Միայն փրկությունը երկրի տեսնում ենք այս մարդու մեջ Սամվել Կարապետյանի, ուրիշ մարդ հնարավոր չի որ կարողանա այս երկիրը խելքի բերել։